Չեն սիրել հետևորդներ, այսօր դվին գյուղում ենք, հունվարի 24-ն է, եկել ենք նկարելու ինչպես են սածիլները արդեն դնում ջերմատանը։ Ջերմատունը ինչպես տեսնում եք վառարաներով ջեռուցվում է, սրանք սածիլներն են, ուզում եմ ձեզ ցույց տամ ինչ վիճակի են, առողջ բարդամ սածիլներ են։ Հիմա հողի սեփականատիրոջից կհարցնենք, թե երբ են տնկել, երբ են ցանել, ինչ միջավայրում, ինչ ջերմաստիճանում են պահել, տեսնենք ինչ հեռավորության վրա են տնկում։ Ինչպես տեսնում եք, մեզ մոտ ակտիվ աշխատանքներ են։ Սածիլները տնկվում են մեկը մյուսից 40 սանտիմետր հեռավորության վրա, միջակայքը, ներսի միջակայքը 50 է, իսկ թմբերը, որտեղ որ աշխատալու են, հետո արդեն քայլելու են, սա 90 աստիճան է։ Ինչպես տեսնում եք, սածիլները տնկվում են կես լիտրանոց ամաների մեջ են վերատնկվել, հետո արդեն անցնելու են հողի մեջ։ Սրանք կմաքրեն, մի փոքր չոր են թողել, որպեսզի հեշտ կարողանան դուրս գալ ամաներից, հեշտ կարողանան հանել։ Հիմա հարցնենք մասնագետներին, տեսնենք մանրամասների մասին ինչ կասեն։ Ջեռուցումը այս պահին ապահովում են, դրսում ձյուն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա մեզ հետաքրքիր է, թե սածիլները երբ եք ցանել, որ հունվարի 24-ն է, արդեն պատրաստում եք հողում տնկելուն։ Դեկտեմբերի 11-ին։ Դեկտեմբերի 11-ին։ Իսկ ինչ ջերմաստիճանում եք աճեցրել։ Դեմից եղել է 30 աստիճան, ծլել է իջացրել եմ 25, հետո 20, հետո 17, 18։ Տերևներից երևում է, որ ինչ որ բան եք սրսկել։ Ուզատեմ սրսկե, հետո ռոդոնին գոլ բանի հետ, ավիրմեկի հետ։ Հասկանալի է։ Իսկ հիմա ինչ ջերմաստիճանում եք պատրաստում պահել, երբ որ արդեն տնկելու եք գրուտի։ 15-ից 17 աստիճան։ 15-ից 17։ Շատ լավ։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ ձմեռվա մշակությունը ամառվա պոմիդորի մշակությունից ինչով է տարբերվում ջերմատանը։ Ձմեռը ունի իր բարդությունները, բայց կարելի է համարել, որ ավելի արդյունավետ է ամառվա համեմատ, քանի որ մենք դուրս ենք գալիս արդեն գարուն, գարնասեզոնին ավելի որ ստացած արդյունքը, ստացած բերքը ավելի բարձր գներով ենք վաճառում, այդ իսկ պատճառով գնում ենք ձմռանը։ Մշակությունը բարդ է ձմռանը, քանի որ ջերմաստիճանի եւ արևելյան դաշտում լուսավորության խնդիր ունենք։ Լինում են օրեր, որ նաժե ցերեկն են ջեռուցում ջերմատունը, ու հիմնականում դա է, էլի, բայց ավելի շահավետ է ձմռանը։ Շատ լավ։ Իսկ խոնավությունը ինչպես է կարողանում պահել ձմռան ամիսներին, քանի որ անընդհատ ձյուն է տեղում, անձրևներ են տեղում։ Ջեռուցումը կատարում ենք գազով, մեր ինքնաշեն փեջերի միջոցով, այս փեջերը իրանցից ոնց որ օդը չորացնելու հատկություն ունեն, քանի որ տաք օդը փչելով իրանք չորացնում են, եթե խնդիր ենք ունենում ուրիշ, պատուհանների բացում, այս տերմոսային համակարգը մի քիչ բացում ենք օդափոխության համար։ Հիմա եթե տնկում եք արև եղանակին, կարող եք տերմոսները բացել, թե նպատակահարմար չէ։ Չէ, բացում ենք արև եղանակին, այդ ջերմաստիճանը թողում ենք մինչև 20-22 աստիճան, դրանից արդեն բարձր տերմոսները բացում ենք, որպեսզի մի քիչ նվազեցնենք։ Հիմնականում 22-23 աստիճանը պահում ենք, էլի ցերեկային ժամերին, իսկ գիշերը արդեն 16-17 միջին ջերմաստիճան, էլի։ Իսկ ցերեկային ժամերին, երբ արև չկա, ամեն դեպքում պատուհանները բացվում են օդափոխությունը ապահովելու համար։ Կախված արդեն օրից, հասկանում ենք արդեն օրվա տևողությունը ոնց է լինում, այդ ժամանակ նոր բացում ենք։ Եթե հարկ է լինում, բացում ենք, եթե չէ։ Տենց օրեր լինում են, բայց հիմնականում արևը լինում է, էլի այն ժամանակահատվածն ենք ընտրում, որ արև լինում է։ Շատ լավ։ Իսկ ձմռանը եւ արդեն հուլիս ամսին, երբ որ տնկվում է երկրորդ պոմիդորը, տարբերություն կա տնկման մեջ։ Չէ, սխեման նայեք, մենք կատարում ենք ոնց որ տեսնում եք երկգծանի ժապավենաձև է կատարվում տնկումը, այսինքն 90, 50 եւ 40 հեռավորությամբ, ու բարձրացնում ենք գարնանը աշտանը երկու ճյուղով, որպեսզի նայեք չջեռուցենք, որ տևողությունը կարճ լինի ավելի, այսինքն երկու ճյուղով բարձրացնելու դեպքում մենք մոտ ամեն կողմից վերցնում ենք 4-ից 5 բերք, ամեն ճյուղից կներեք, վերցնում ենք 4-ից 5 բերք, տենց ավելի շահավետ է, էլի։ Այստեղ ունենք ջեռուցման խնդիր, խնդիրը դա է, թե չէ նույնպես երկար կպահենք, էլի, մինչև դեկտեմբեր, տենց դեկտեմբերի վերջ կարանք պահենք։
Իսկ ջուրը ինչպես է կազմակերպվում, ինչ համակարգով եք ջուրը։ Կաթիլային ոռոգումով է կատարվում ջուրը, ունենք հատուկ հոր, սնուցման բակ, սնուցումը բացվում է, տենց իժեկտոր սարքի միջոցով արդեն գնում է դեպի սիստեմ։ Շնորհակալություն։ Եվ եւս մեկ հարց տնկելուց հետո ինչ խորհուրդ կտաք մեր գյուղացիներին, ինչով սնուցեն, որպեսզի արմատային համակարգը արագ ձևավորվի, արագ կպնի։ Մենք առաջի սնուցում օգտագործում ենք NPK ենք օգտագործում, այսինքն ազոտի քանակություն вообще չենք օգտագործում, կներեք, այնտեղ պարարտանյութ կա, որը 0.52-34 է։ Այսինքն ազոտ, ֆոսֆոր եւ կալիում, ազոտը 0 է, ֆոսֆորը 52%, իսկ կալիումը արդեն 34%։ Ինքը ֆոսֆորը օգնում է արմատային համակարգին, իսկ կալիումն արդեն ինքը բջջի հերձանցները բացվում են, այնտենց ոնց որ ավելի լավ է լինում, էլի։ Իսկ եթե փորձենք թինաքիմիկատների խանութում այդ պարարտանյութը ձեռք բերել, ինչպես հարցնենք, ինչ ասենք, որ հենց այդ պարարտանյութը Ինքը կոչվում է 0.52-34։ Տենց ենք անվանում ենք իրան, իր ապաճկի վրա տենց գրված է արդեն։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Ահա, եւ եւս մեկ հարց։ Նորմալ է, որ պոմիդորի սացիլները մեր մոտ այսքան բավականին բոյովացել են։ Խնդրենք մեկը հանեք, որպեսզի Նորմալը նորմալ չի, որտեղ ունեցել ենք խնդիր եղանակի հետ կապված, մենք ոնց որ հաշվել էինք, քանի որ առաջի տարին էր պոմիդոր մշակում ձմռանը, հաշվել էինք, որ մի քիչ շուտ ենք տեղափոխելու ջերմատուն, բայց եղանակային պայմանների հետ կապված ոնց որ մի փոքր հետ գցեցինք, էլի այդ շրջանը չկարողացանք տեղափոխել, այդ իսկ պատճառով բարձրացավ, էլի այսպես։ Ինքը նույն երկրորդ, երրորդ տերևից հետո արդեն կարելի է տեղափոխել։ Այստեղ ջերմաստիճանը մի քիչ բարձր է եղել խաղարանոցում, դրա համար մի քիչ ոնց որ տերևային հեռավորությունը շատ է եղել, էլի։ շատ լավ։ Իսկ ամանի չափը նպատակահարմար է, քանի Եթե տեղափոխենք մեր պատկերացրած ժամանակահատվածում նպատակահարմար է, բայց մի քիչ ուշացել է, այստեղ տեսնում եք արդեն կայքից են եկել արմատները, 400 մգ-անոց տարա է ինքը, նորմալ է։ Շատ լավ։ Իսկ սացիլները միջև հողը դնելը, ինչ որ մշակում, պարարտացում, ինչ պետք է անի գյուղացին, որպեսզի հողը դնի։ Պարարտացում կատարվել է, նույնպես ֆոսֆորական պարարտանյութ ենք ջրով տվել, օգտագործել ենք սնկային հիվանդությունների դեմ պայքար, վնասատուների դեմ պայքար ենք կատարել, ու այդ է եղել հիմնականը։ Շատ խնամք չի պահանջում, էլի մանավանդ պոմիդորը։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալ ենք հարցերին պատասխանելու համար։ Այսքանը սիրելի հետևորդներ, իսկ եթե դուք հարցեր ունեք, ապա կարող եք մեր մեկնաբանությունների բաժնում գրել։ Սիրով կպատասխանենք։ Դե ինչ, կհանդիպենք։